Եվրամիությունը եւ գործընկերները 5.8 միլիարդ եվրո կհատկացնեն Սիրիային եւ նրա հարևաններին, հայտարարել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքական հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դա կօգնի Սիրիային վճռական անցումային շրջանում եւ կբավարարի հրատապ կարիքները տեղում։ Սա հնարավորություն է Սիրիայի ժողովրդի համար օգտագործելու առիթը եւ որոշելու սեփական ճակատագիրը, նշել է պաշտոնյան։ Եվրոպական միությունը եւ նրա գործընկերները Սիրիային եւ նրա հարևան երկրներին աջակցելու նպատակով հավաքվել են նախորդին Բրյուսելում։ Իսրայելը վերսկսել է զանգվածային հարվածները Գազայի հատվածում Համասի օբյեկտների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Երեքշաբթի առավոտյան Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը հայտնել է, որ ավիահարվածների եւ հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, մեծ մասը երեխաներ, կանայք եւ ծերեր։ Վիրավորների թիվը գերազանցում է 500-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հրահանգել են վճռական միջոցներ ձեռնարկել Համասի դեմ։ Ցահալը կարգադրել է մարտի 18-ից ժամանակավորապես դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը Իսրայելի այն բնակավայրերում, որոնք գտնվում են Գազայի հետ սահմանի մոտ։ Համասը մերժել է բոլոր առաջարկները Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆից եւ այլ միջնորդներից, նշել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Խմբավորման ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Իսրայելը որոշել է զոհաբերել իր պատանդներին, վերսկսելով ռազմական գործողությունները եւ խախտելով հարաբերական խաղաղության շրջանը։ Լիբանանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարներ Միշել Մենասան եւ Մուրհաֆ Աբու Կասրան համաձայնության են եկել սահմանին կրակի դադարեցման հարցում։ Լիբանանյան կողմի նախաձեռնությամբ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջև համագործակցության ուժեղացում սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման նպատակով։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, նշված է տեքստում։ Նախարարներն ընդգծել են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը սահմանային իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հյուսիս-արևելյան շրջանների գնդակոծությունները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը զգուշացրել է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի այդ ամենի համար։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին եւ գլխավոր քարտուղարին։ Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում, ասվում է նամակում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների բոլոր հարձակումների համար եւ Իրանին սպառնացել էր հետևանքներով։ Մարտի 15-ին Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին։ Ի պատասխան շարժումը երկու անգամ հարձակվել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Հարի Թրումեն ավիակրի վրա հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Վերջին տվյալների համաձայն Եմենի ուղղությամբ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհվել է 53 մարդ, եւս առնվազն 97-ը վիրավորվել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է այս տարի ավարտել հակամարտությունը։ Սիբիհայի խոսքով Ջիդայում տեղի ունեցած բանակցություններից հետո հակամարտությունն այս տարի ավարտելու այլ արագ եւ նոր լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել։ Մենք պատրաստ ենք դրան, հայտարարել է ուկրաինացի նախարարը։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է սկսել իրականացնել Ջիդայում հանդիպումների ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրա խոսքով Ուկրաինայում ակնկալում են, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո իրավիճակը կպարզվի։ Ավելի վաղ Սիբիհան նշել էր Կիևի 3 կարմիր գծերը։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան համաձայն չէ տարածքների կորստին եւ ապառազմականացմանը, ինչպես նաեւ պատրաստ չէ հրաժարվել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանն անդամակցելու ձգտումից։ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի, բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել։ Եվ այդ մասին մենք խոսել ենք նախագահ Մակրոնի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի պայմանների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։ Մակրոնն ու Զելենսկին քննարկել են նաև Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ կոնկրետ է եւ մենք դրան ամբողջությամբ աջակցում ենք, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթյալներին կոչ է արել կամավոր լքել երկիրը։ Երկրի իշխանությունները դրա համար գործարկել են CBP Home հավելվածը։ Նրանք, ովքեր անօրինական են գտնվում մեր երկրում, կարող են կամ կամավոր արտաքսվել, կամ մենք բռնի կերպով կարտաքսենք, ինչն այդքան էլ հաճելի բան չէ, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախկին վարչակազմի օրոք գործում էր CBP-1 հավելվածը, որն օտարերկրացիներին թույլ էր տալիս մուտք գործել երկիր։ Այժմ իմ վարչակազմը գործարկում է CBP Home հավելվածը, որպիսի փաստաթղթեր
ունեցող ներգաղթյալները կամավոր կարողանան լքել երկիրը, նշել է Թրամփը։ Նա շեշտել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից բռնի արտաքսվածներն այլևս երբեք չեն կարողանա օրինական ճանապարհով վերադառնալ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։